X-ի խնդիրը հետևյալն է, որ այն խոտ չի ընկնում, բենզին բակում կա, բայց շարժիչը գործի չի ընկնում։ Որպեսզի պարզենք ինչու՞մն է խնդիրը, անցնենք դիագնոստիկա եւ հասկանանք ինչու պատճառով է, որ մեքենան գործի չի ընկնում։ Ուշադրություն ենք նաեւ դարձնում, երբ բանալին բացում ենք, պետք է այս մասից լսենք բենզանասոսի ձայնը, քանի որ այն գտնվում է նստատեղի տակ։ Եթե բանալին բացելուց չենք լսում շարժիչի ձայնը, ապա սկսում ենք քայլ 2-ից, բաց ենք թողում քայլ 1-ը։ Ձայնը լինելու դեպքում սկսում ենք քայլ 1-ից։ Սկզբում սկսում ենք ստուգումները այստեղից, հանում ենք այս կափարիչը եւ ստուգում ենք բենզինի ճնշումը։ Այս դետալը հանելու համար կանում ենք այստեղի 2 վոլտերը։ Քայլ 1 բացում ենք ճնշումը ստուգող զարլատնիկը եւ ստուգում ենք այստեղի ճնշումը։ Ռեյկայի վրի նորմալ աշխատանքային վիճակում այն պետք է լինի 3.5 բար։ Ըստ թափվող բենզինի այստեղ ճնշում չկա։ Ստուգելու համար մանոմետրը միացնելուց հետո ստարտեր ենք տալիս եւ համոզում ենք այստեղ կա արդյոք ճնշում, թե ոչ։ Մեր մոտ ճնշում չկա, որը նշանակում է, որ բենզինը չի գալիս այստեղ։ Այժմ անցնում ենք քայլ 2-ին։ Քայլ 2 ստուգում ենք ապահովիչը բենզանասոսի, որը ահա սա է, ըստ համարի 47-ը։ Հանենք այն իր տեղից։ Համոզվում ենք, որ այն աշխատում է։ Մեր մոտ ապահովիչը նորմալ աշխատում է։ Տեղադրենք այն իր տեղը։ Եվ անցնենք երրորդ քայլին։ Երրորդ քայլին անցնելու համար հանում ենք իր տեղից նստատեղը։
Երրորդ քայլի համար հանդում ենք այս կափարիչը։ Քանդեցինք գայկաները, հանում ենք իր տեղից կափարիչը, և ստուգում ենք արդյոք այստեղ հասնում են լարումները, թե ոչ։ Եթե լարումները այստեղ բացակայում են, խնդիրը բենզանասոսի ռելեից է։ Այս երկու հաստ լարերը մեր մոտ հոսանքի լարերն են։ Այժմ բացենք բանալին և ստուգենք։ Ինչպես երևում է, լարումը այստեղ կա, որ նշանակում է, որ մենք խնդիր չունենք բենզանասոսի ռելեի հետ։ Նախքան 4 քայլին անցնելը դնենք տեղը, նորից փորձենք։ Այստեղ պիտի լսվեր արդեն բենզանասոսի ձայնը, որը բացակայում է, որ նշանակում մենք անցնում ենք 4-րդ քայլին, որը պետք է հանենք իր տեղից բենզանասոսը, քանի որ մեր մոտ խնդիրը հենց կապված է բենզանասոսի հետ։ Բենզանասոսը իր տեղից հանելու համար անում ենք հոսանքի լարերը և անջատում ենք դեպի շարժիչ գնացող շլանգը։ Որից հետո դուրս ենք անում իր տեղից։ Հանեցինք շլանգը, այստեղ թափվող բենզինի քանակից արդեն երևում է, որ մեր մոտ բենզանասոսը չի աշխատում։ Այն հանելու համար քանդում ենք այս կափարիչը կամ մուրճով հարվածելով կամ այսպիսի հատուկ գործիքով այն պտտում ենք ժամի հակառակ ուղղությամբ։ Որից հետո զգուշությամբ հանում ենք իր տեղից համակարգը
որի մեջ կա բենզոնասոսը և բենզինի ցուցիչը։ Եվ այսպիսով հանեցինք իր տեղից բենզոնասոսը։ Միացրեցինք լարի իր տեղը, այժմ փորձարկենք այսպես։ Մեր մոտ շարժիչը չի պտտվում։ Որ նշանակում է, որ այն խնդիր ունի։ Մի քանի հարվածներ հասցնելուց հետո նոր այն պտտվում է։ Մի խոսքով խնդիր ունենք բենզոնասոսի հետ, որը պետք է փոխվի։ Անցնում ենք քայլ 5-ին։ Բենզոնասոսը փոխելու համար հանում ենք լարերը, որոնք միացված են բենզոնասոսին, անջատում ենք խամուտը, որը շլանգը միացնում է բենզոնասոսին, և հանում ենք իր տեղից բենզոնասոսը դեպի վերև սեղմելով։ Հանում ենք նաև ֆիլտրը։ Ուշադրություն ենք նաև դարձնում այս պլյուս և մինուս նշաններին, որպեսզի հոսանք ճիշտ միացնենք, քանի որ հակառակ միացնելու դեպքում շարժիչը կպտտվի հակառակ և բենզինը ոչ թե դուրս կբրդի, այլ կքաշի դեպի ներս։ Հանում ենք նաև իր տեղից ֆիլտրը։ Տեղից հանելու համար այստեղ այս 3 ականջները հետ ենք քաշում և բրդում ենք առաջ։ Ուշադրություն ենք դարձնում նաև այս ռեզիններին, որպեսզի նրանք չպոկվեն։ Պոկվելու դեպքում մեծ խնդիր չէ, եթե չկա փոխարինելու տարբերակ, կարող եք ուղղակի այն կապել, որպեսզի այն մնա իր տեղում։ Քանի որ ժամանակի ընթացքում դրանք ճաքում են և մի փոքր շարժման դեպքում այն պոկվում է։ Ռեզիններից կարող եք անջատել և հանել դուրս։ Իմ մոտ բոլոր ռեզինները վնասված են։ Նրանք հարկավոր են փոխվել նորով, չգտնելու դեպքում
կմտածենք այլ տարբերակ։ Հանեցինք իր տեղից բենզանասոսը, հանելու համար այս 3 ակարները բացում ենք, որպեսզի կարողանա դուրս գալ իր տեղից։ Այժմ անցնենք նոր բենզանասոսի տեղադրմանը։ Իր օրիգինալ բենզանասոսը չգտնելու դեպքում կարող եք տեղադրել մեկ այլ մեքենայի բենզանասոս, որ նախատեսված է լադաների համար, դիսյատկաների 14-ների համար 2114-12-ի բենզանասոս կարող եք տեղադրել, այն չափով մի փոքր է, բայց այն կարելի է ինչ-որ կերպ ամրացնել և տեղադրել իր տեղը։ Այժմ փորձենք տեղադրել իր տեղը այս բենզանասոսը, քանի որ իր տարբերակից այս պահին չկարողացա գտնել։ Բացի գտնելուց, այս բենզանասոսը մի քանի անգամ էժան է այս բենզանասոսից և իրականում ոչնչով չի տարբերվում։ Մեր հիմնական խնդիրն է, որպեսզի շարժիչի մոտ հասնի 3.5 բար ճնշում։ Եթե ձեր տեղադրած բենզանասոսը թեկուզ այլ ֆիրմայի կարողանում է ապահովել այդ ճնշումը, ուրեմն այն կարող է նորմալ աշխատել։ Իհարկե, այդ ճնշումը կախված է մեքենայի շարժիչից, զորությունից, նախապես պետք է իմանալ, թե որքան ճնշում պետք է լինի շարժիչի մոտ։ Մեր նոր բենզանասոսի հետ կա այսպիսի բերեխառնիկ, այժմ այն կձևափոխենք, տեղադրենք այսպիսի ոտքեր, որպեսզի նրանք միանան իրենց ճիշտ տեղը, որպեսզի չփոփոխենք մեքենայի օրիգինալ լարերը, որ հետագայում կարողանանք տեղադրել նաև օրիգինալ շարժիչը։ Տեղադրելուց հետո այստեղ կողքերից մի փոքր կկտրենք, քանի որ նրանք տարբերվում են չափսերով։ Լարից մեկը փոքրացրեցինք չափսերով, որպեսզի կարողանանք միացնենք այստեղ։ Միացումները կատարեցինք, այժմ տեղադրենք այստեղ։ Ֆիքսեցինք բենզանասոսը իր տեղը, նախապես չափերով, այժմ հավաքենք հետ։
Եվ այսպիսով բոլոր միացումները կատարեցինք, այժմ հավաքենք հետ։ Ռեզիները չճարելու դեպքում կարող այսպես ուղղակի ֆիքսել, իհարկե ցանկալի է փոխվել, տեղադրվել իր իսկական ռեզիները։ Վերջ, այժմ տեղադրենք իր տեղ և փորձարկենք։ Տեղադրում ենք իր տեղը նաև նոր ֆիլտրը, որից հետո տեղադրենք ընդհանուր համակարգն իր տեղը։ Վերջ, այժմ հավաքենք հետ և ստուգենք։ Նախքան հավաքելը փորձարկենք։ Խոսքով ճնշումը ապահովում է, արդեն կարող ենք հավաքել հետ։ Ինչպես երևաց, այն 7 ատմոսֆերից ավել ճնշումը ապահովեց, որը լրիվ մեզ բավարար է, այսինքն 3.5 բար կբավարարի շարժիչի մոտ։ Կարող ենք արդեն հանգիստ հավաքել հետ, մնացածը կստուգենք շարժիչի մոտից։ Այստեղ բոլոր միացումները կատարեցինք, մնացածը ստուգենք շարժիչի մոտ։ Միացումները կատարեցինք, փորձարկենք։ Համոզենք, որ այստեղից առկա հոսք չկա։ Այստեղ ճնշումը նորմալ է։ Եվ շարժիչ ընկավ գործի։ Վերջ, խնդիրը լուծվեց, խնդիրը բենզանասոսից էր, որը ժամանակ առ ժամանակ չէր պտտվում և բենզին չէր ապահովում շարժիչին։ Խնդիրը լուծվեց, ճնշումները նորմալ են, մեր նոր բենզանասոսը իրեն լրիվ արդարացնում է, այստեղ մեծ ճնշում է ապահովում, որը և
ամբողջությամբ բավարարում է շարժիչին։ Խոսքով նոր բենզինասոց չճարելու դեպքում այլընտրանքային տարբերակ կարող եք օգտագործել այս բենզինասոսը։ Վերջ կարող ենք հավաքել մնացածը հետ։ Բանալին բացելուց պետք է միշտ լսվի այս ձայնը։ Որը նշանակում է, որ շարժիչը պտտվում է։ Քայլ մեկը ստուգել ձայնը, որից հետո նոր անցնել մնացած գործողություններին, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեք եւ անիմաստ դետալներ չքանդեք։ Նորմալ աշխատանքային ժամանակ այստեղ սեղմելուց դե այսպես դուրս թափվի բենզինը, որը նշանակում է, որ այստեղ ճնշում կա։